եւ 1000 ներողություն կներեք։ Ես հարցազրույց չէի տալի, դրա համար ձեռքերից գրպանումս էր։ Դուք տեսակ որ ես հարցազրույց էի տալիս։ Ես չէի ուզում խոսեի։ Հարցը հնչել լրագրողի կողմից, որ նախագահը թույլ է տվել, որպեսզի տվյալ լրագրողները նիստին մասնակցեն, դրանից հետո նոր դուրս հրավիրեն իրենց ըստ կարգի։ Խոսքը դրան է վերաբերում։ Չեք մեկնաբանում։ Ոչ։ Ինչու՞։ Որտեղ դուք բոլորս պետքա ծանոթ լինեք։ Ինչի ծանոթ։ Ռեժիմի եւ հավատարմագրման կարգին ծանոթ եք։ Անցաթղթ իջեցրել։ Լրագրողների համար հատուկ անցաթղթ իջեցրել եւ լրագրողները падգամավորի գործունեությունը այս պահին լուսաբանում են։ Ոչ, այդպեսի բան գրած չկա այնտեղ։ Հստակ հստակ նշած է, որ տվյալ լրագրողը падգամավորի կամ падգամավորի օգնականի ուղեկցությամբ գնում է հանդիպում է падգամավորի հետ, սենյակում հետ է գալիս եւ հետ է ուղեկցվում։ Հիմա կարաք բացատրեք ինչի մասին է խոսքը։ Աշխատանքը լուսաբանելու չի կարող, դեպքում ինչու է մտնում։ Ստորագրում եք այդ փաստաթղթի տակ։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում նորից ծանոթացեք։ Շնորհակալություն։ Պատասխանեք, թույլ է տվել, խոսքը դրան է վերաբերում, այստեղ կարգավորումը ո՞րն է։ Անդրանիկ Քոչյանը կամ որևէ հանձնաժողովի նախագահ չի կարող թույլ տալ բացի հավատարմագրված լրագրողներից այլ լրագրողների գործունեություն իրականացնել, շնորհակալություն։ Օրենքի կարգավորում չկա նման, որ իրանք Գեգամ Մանուկյանը իր բան կարող է ծանոթ չլինել, բայց դուք պետքա ծանոթ լինեք։ Հիմա ինչ է օրենքներից է մեջբերում անում։ Դուրս պետք է հրավիրենք, եթե ինքնակամ չեն լքում։ Բայց նիստը կարող է ասած դեմ չի։ Ես նորից եմ կրկնում։ Ասած նիստի աշխատանքը խոչընդոտում է։ Ես իմ ասում եմ նիստը որպես վարող դուրս եք։ Շատ դիմա դուրս եկեք թողեք աշխատեք դուրս եք։ Երբ որ ձեզ իրավասություն կտան որպես լրագրող հանդես գալու կգաք։ Շատ լավ։ Գեգամ Մանուկյանի հետ ենք եկել։ Գեգամ Մանուկյանը կարա ինձ սենյակ հրավիրի, բայց դուք որպես քաղաքացի եք եկել որպես լրագրող։ Մենք եկել ենք Գեգամ Մանուկյանի գործունեությունը լուսաբանելու։ Այդ փաստաթուղթը ունենք, որևէ լրագրող թե որպես քաղաքացի։ չենք եկել, որպես այցելու ենք ունենք եկել։ Դե եթե որպես Դուք ընդհանրապես առաջնորդվում եք Ալեն Սիմոնյանի եւ Միած լսեք։ Դու ես խնդրում եմ լրագրողներից որպես քաղաքացի եք իմանալ։ Մենք լրագրողներ որպես եկել ենք ազգային ժողովի падգամավոր Գեգամ Մանուկյանի հանձնաժողովի նիստը լուսաբանելու։ Որը ձեր նախագծի հետ է կապված։ Իրենց խամայական որոշմանը մի ենթարկվեք, սա խամայական որոշում է եղել, կլան է գործել։ Խնդրում եմ դուրս եկեք։ Մեզ չկպվեք, Չեն կպում, համեցեք։ Մենք ոչ մի չենք կպում։ Հարգելի Ենթարկում եք մեր օրինակը, դուրս են գալ։ Ես շատ հանգիստ եմ։ Դավիթ Արաքելյանը հուսա միջանցքում է, չի փախել մտել իր կաբինետը։ վերահանգ է կատարում Ալեն Սիմոնյանի ու ձեր նմանների։ Հանգիստ։ Դե
Ես ես դատարանում պարոն մեկ անգամ ինձ հավատարմագրումից զրկել Այո, հաղթել են։ Դուք մանիպուլացնում եք։ Ոչ, եկեք գնանք օրենքը բերենք վճիռը դեսուց Դուք տանք։ Արաչի Ացյանի դատարանի Դուք որոշում Ալեն Սիմոնյանի կամակատարն եք, պարոն Արաքելյան։ Դուք Արաչի Ացյանի դատարանի որոշումը դա դեռ հաղթանակ չի եւ օրենքի ուժի մեջ մտած չի։ Հա, լավ, վերաքննիչում եք բողոքարկե, փրփուրներից եք կախվե, պարոն Արաքելյան։ Խնդրում եմ լքել տարածքը։ Պարոն Արաքելյան, դուք չեք կարող մեզ զրկել շենք մտնելուց, դուք մեզ ապօրինի հավատարմագրումից եք զրկել։ Դուք չեք որոշելու։ Պարոն Մանուկյան, քնար, մի րոպե։ Մեր գործընկերներին, թույլ տվեք մեր գործընկերներին շատ կարճ պարզաբանել։ Պարոն Արաքելյան, ձեր պարտականությունների մասին դատարանը որոշում է Պարոն կայացրել։ Մանուկյանը կուղեկցի ձեզ, Պարոն շնորհակալություն։ Մանուկյանը կուղեկցի, իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք դատարանում, Շատ լավ, որտեղ դուք սպասում եմ։ ապօրինի մեզ զրկել եք հավատարմագրումից, բայց դուք դատարանը իրավունք չունեք մեզ կորոշի։ շենք մտնելուց զրկել, պարոն Արաքելյան։ Դատարանը կորոշի։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե Ալեն Սիմոնյանը քաղաքացին ինչպես պնդում էր, թքեց քաղաքացու վրա, ձեռքերը ոլորել տվեց, պատասխանատվության չի ենթարկվեց, այս դեպքում պատասխանատվության է ենթարկվել։ Այդ թվում եւ պարոն Կոնջարյանի ենթադրյալ բնակարանի կոռուպցիոն դրսևորումը իր կոկորտին է մնալ։ Չենք անում, Ժորժան, դուրս ենք դու արդեն քնար, լրատվական աշխատանք ես իրականացնում։ Ոչ, չէ, կբացատրեք դրսում, հարգելի, լսի, դուք կբացատրեք, կամ պարոն Մանուկյան, խնդրում եմ ձեր սենյակում, չենք խառնվել։ Ժորժան, ճանապարհը բացեք մեր։ Հարգելի Հարգելի գործընկերներ, օպերատորներ, խնդրում եմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից։ Ես դեռևս 1 տարի առաջ, երբ որ ինքը նման որոշում կայացրեց, Արթուր Հովհաննիսյանի խմբակցության կառավարության մենք դատարանում հաղթել ենք այդ գործը, իրենք բողոքարկել են վերաքննիչ դատարան։ Այսինքն Դավիթ Առաքելյանի արդեն իսկ կայացած մեկ որոշումը ինձ հավատարմագրումից զրկելու մասով արդեն դատարանում կա վճիռ, որ մենք հաղթել ենք, իրենք բողոքարկել են։ Հիմա հարգելի գործընկերներ, ազգային ժողովի պատգամավորը դուրս են գալի։ Հա, всё, մենք շոու չենք անում։ Շոու եք անում, դուք Ալեն Սիմոնյանի շոուն եք անում։ Մենք չենք խոսում դնացի։ Ում գնում եք Գեգամ Սպառնացել է ինձ եւ իմ գործընկեր Սոնա Գրիգորյանին, որ դուք հեռացրելու եք Արթուր Հովհաննիսյանը այն պատգամավորն էր, որը թմրանյութի 0.24 գրամ թմրանյութի գործում քրեական վարույթով անցել է եւ այսօր եկել է մեզ սպառնալիքներ են ընջերցնում։ Արթուր Հովհաննիսյանը լրագրող է եղել ու իրեն ազգային ժողովի շենքում են տվել լուսաբանել, տալ հարցեր այնտեղ, որտեղ ինքը ցանկացել է։ Սա ինչի մասին է խոսում ես։ Իրանք ցանկանում Կամայական որոշման, հարգելի գործընկերներ։ Սա բոլորին է վերաբերվելու, հարգելի լրագրողներ։ Ով որ ոչ ցանկալի հարց հնչեցնի, հանելու են դուրս այսպես, որտեղ մենք Հայկ Կոնջարյանին փորձել ենք հարցնել, որտեղից ձեզ Town House-ը ինչպես է կարողացել գնել, ինչպես է ստացվում, որ դուք կարողացել եք 50% զեղչով գնել։ Ու դրա համար մեզ հանել են դուրս։ Սոնա, հասկացանք, չէ՞։ Խնդրում եմ, էլի մի հատ իսկ լսեք։ 4 կլան գործել է Ալեն Սիմոնյան, Դավիթ Առաքելյան, դուրս են գալի։ եւ Արթուր Դուրս են գալիս, մենք հարցենք կան դուրս են գալիս։ Всё, դուրս են գալի։ Հայկ Կոնջարյանի, Ալեն Սիմոնյանի, Դավիթ Առաքելյանի եւ Արթուր Հովհաննիսյանի թվում է, թե մեզ ազգային ժողովում մեր մուտքը արգելելով հավատարմագրումից զրկելով մենք իրենց չենք տեսնելու եւ իրենց
կոնկրետ գործունեության մասով հարցեր չենք ուղղելու, չարաչար սխալվում են։ Շարունակվելով մեր մասնագիտական գործունեությունը, ավելին ձեզ ասեմ, կոնկրետ մեծ ապօրինի հավատարմագրումից զրկելու մասով, հայցը արդեն այո, նախատեսված վայրում հարգելի գործընկերներ, սենյակ չենք մտել, քան ՊՊՑ աշխատակիցներին ձեզ վստահեցնում եմ, հարցրել ենք, անգամ հարգելի գործընկերներ, եկեք գնանք այդ մուտքը, գնում ենք Ես ուզում եմ մուտքը ցույց տամ, մուտքը, որը մեզ համար նախատեսված է Բայց լրագրողը իրավունք ունի Վայրը ես ձեզ ՊՊՑ աշխատակիցներից եմ ասել, կարող եմ այստեղ կանգնել, ես ասեմ, այո, կարող ես կանգնել։ Հիմա ես գնում Դա մեր խնդիրը չէ։ Բայց երբ որ նիստը վարողը խնդիր չտեսավ, երբ որ նրանք մնան Միշտ վարողին է հարցերը, հարգելի լրագրող։ Միջում տվեց։ Նիստերի վարողին ասեցիք, եթե խնդիր չի ու գնացիք, այդ ոնց եղավ մի հատ էլ հետ եկաք։ Դավիթ Արաքելյանը ձեզ ասեց, որ պետք է հետ գաք։ Մեզ ոչ ոչինչ չի ասել։ Բա ինչի հետ եկաք, եթե կար համաձայնություն արդեն։ Դիմեք պարոն Քոչարյան։ որ մտնի պատգամավորի սենյակ, որտեղ ինքը նախատեսված է եւ կարող է ասել Ոչել այդ հարցերին պատասխան։ Արագ չկցածով տաքսիկան չէ։ Հարգելի օպերատորներ, մեկ վարկյան սպասում եք ստեղ, որտեղ դուք չեք կարող լուսաբանել պահպանվող տարածքում պահակակետում։ Մուտքի մոտ սպասեք, ոչ մի օպերատոր ներս չի մտնում։ Պարոն Սարգսյան, հունվարի 14-ին Պարոն Սարգսյան դուրս եկաք Սոնա արի Որովհետև փոխած ձեր լրագրողական աշխատանքը խնդրում եմ արդեն գնացեք ձեր